Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է ավանդույթի համաձայն, գիտեք, որ շաբաթը սկսում ենք պարոն Ղազարյանի հետ, իմ հյուրն է Էդգար Ղազարյանը, բարև ձեզ պարոն Ղազարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես, շաբաթը իսկապես արտառոց էր, սրբապիղծների ընտանիքը մրցման մեջ է, ինձ մոտ տպավորություն է, որ իրանք մրցում են ով ավելի մեծ այլանդակից կաչի, ով ավելի մեծ սուտ կասի տենց եկյատ, հիմա ով ավելի մեծ սրբապիղծ այլանդակ ինչ-որ բան կանի, ինչ-որ գրառում կանի, իհարկե մենք վաղուց ենք հասկացել, որ ոչ մի բան հենց այնպես չի լինում, սա պատահական չի, մի քանի կարևոր բան այս ընթացքում տեղի ունեցավ, եւ ազգային ժողովում, եւ երկրորդ նախագահը, եւ նաեւ մեր գործիչները, եւ դուք իհարկե շատ ավելի շուտ եք սկսել այս գործընթացը, ձեր բացահայտումները, շատ խորքային ուսումնասիրություններ, ինչպես անցած տարի դեռ արդեն ներկայացրել էիք այս հրեշավոր զույգի ահռելի թալանը, թե ինչ մեծ թալանով են զբաղված, եւ այդ այսպես ասած գեր, շքեղ հարսանիքը մեկ անգամ եւս եկավ եւ պայթեցրեց այդ ամեն ինչը, որ գերշքեղ հարսանիքը եղավ Անայի եւ Նիկոլի օլիգարխի այդ ազգականի որդու հարսանիքը տեղի ունեցավ Վիվառոների հետո արդեն չգիտես ինչու որոշեց այդ օրերին խոսել նաեւ մյուս իրենց օլիգարխները ինչ որ ակտիվացել են թալանը ամբողջությամբ այս ընտանիքի Նիկոլի եւ Անայի եւ իր օլիգարխների հրապարակ է դուրս գալիս։ Իդեպ ես առաջիկայում կներկայացնեմ, երեք ինձ փաստեր են ուղարկել ռուս գործարար, ահռելի $5 միլիոն ներդրում է արել Ծաղկաձորում, ամբողջ այդ փաստաթղթավորված ինձ ուղարկել է ամեն ինչ, պատրաստ է հետո խոսել դրա մասին հրապարակային եւ ասում է ուղակի կոռուպցիայի մեջ շաղախված է, թաթախված է Հայաստանը այդ ներդրումներն արել են, այս մեծ գումարներ են հափշտակում եւ այլն, ասեց հետեւում կանգնած է Սասունը իր որդու հետ միասին, ուղղակի բանը միամիտ մարդ է, չի հասկանում, որ Հայաստանում ոչ մի ծիտ չի կարող, ծիտ, որ ասես դոլար կոպեկա կապած առանց Անայի ու Նիկոլի այդ չի լինում, էլի, որտեղ նրանք էլ իրենց կրճոններն են վերցնում Սասունի նմանները, կամ են ոչխարին չեն անում, ոչխարի գործով $300,000 Վերջ իրանք էլ որտեղ $300,000, $500,000 կրճոններ է, չէ՞, ոնց ասենք արդեն բաների միլիարդների մեջ են։ Այս թալանի թեման քանի որ sense մեծ աղմուկ անեց, մեկը սա էր, եւ մյուս կարևոր բանը գիտեք որ հիշում եք չէ՞ ողորմելու կերպարը sense բան, որ գնաց սուրճ դնելու ամենայն հավանականությամբ այնտեղ հանձնարարականներ էր ստացել իսկապես շատ լարված շաբաթ էր մի կողմից ինքը հանձնարարականներ էր ստացել եւ պիտի հարցակում գործի հայ առաքելական եկեղեցու դեմ մյուս կողմից իր թալանը ահռելի բացահայտված է եւ նաեւ Բեռնում Շվեյցարիայում գիտեք որ խորհուրդը հավաքվել է եւ շատ կարեւոր ուշագրավ հայտարարություններ եղան մասնավորապես Վեհապարի կողմից Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագործություն, բռնազավթել եւ ամբողջապես հայաթափել է Արցախը։ Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց եւ ռազմագերիներին իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական շինծ ու դատավարություն միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։ Պարզ էր, որ սրանից հետո պիտի ցնցումների մեջ շնքներ այս պատուհաս այլանդակությունը իհարկե մի քանի եւ վստահաբար նաեւ Ադրբեջանից էր այդ հրահանգը եկել իհարկե այս ամեն ինչը համընկնում է իր հետ պարոն Ղազարյան բայց դուք էլ կհամաձայնեք որ սրանք պատահական բաներ չեն էլի որ ասենք այ որովհետեւ սա տեղի ունեցավ չէ խորքային բոլոր ինստիտուտները արդեն ավիրել է եւ թերևս ամենաուժեղ եւ կայուն ինստիտուտներից մեկը հայ առաքելական եկեղեցին է մնացել եւ ակնհայտ կերպով թշնամու կողմից կա հանձնարարություն, բայց շնամու կողմից կա հանձնարարություն, որ պետք է հարձակվել հայ առաքելական եկեղեցու վրա։ Մնացածի մասին մենք արդեն գիտենք, ինչեր էր ասում, ինչ է գրել, ինչ է ասել, այս ընթացքում իհարկե որոշ իմաստով նաև զավեշտի էր վերածվել, ինչ ասեմ, այն ես ընթացքում կասեմ, խնդրեմ, երևի գանք ես եկեղեցու, անից հետև շատ բան ունեմ ասել, ուղղակի այսօր քանի որ խորքային Պարոն Ղազարյանը ներկայացնելու է, թե սա որտեղից է գալիս եւ որ պահից եւ բանից, դրա համար
Այս թեմայից հետո թերևս կխոսեմ։ Ուրեմն եկեղեցու վրա ադրբեջանա-թուրքական իշխանությունների Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հարձակումները սկսել է դեռևս 2018 թվականի հունիսից, մայիսին ինքը ընտրվել է վարչապետ, ուղիղ մի ամիս հետո հունիսի 5-ից սկսել է նոր Հայաստան, նոր հայրապետ հակաեկեղեցական ապազգային շարժումը։ Անմիջապես մեկ ամիս հետո, ես հիմա փուլերով կասեմ, թե այդ հարձակումները ոնց է սկսել մեր եկեղեցու նկատմամբ։ Ինչ վերաբերվում է այս վերջին գրոհին, ուրեմն դրա մեկնարկը տվել է Կովկասյան մահմեդականների հոգևոր առաջնորդ պարոն Փաշինյանը, որը կոչվում է Փաշիզադե, իրանք երևի ազգականներ են, հորեղբոր տղերք են երևի, ակնհայտ է, որ Փաշիզադեն Նիկոլ Փաշինյանի նաև հոգևոր առաջնորդն է։ Ինքը խոսելով Ադրբեջանում մի կոնֆերանսի ժամանակ, ուրեմն նախ ասել է, որ Էջմիածինը դա ադրբեջանական տարածք է։ Իդեպ ես ուզում եմ հիշեցնել մեր հայրենակիցներին, որ անցած տարվանից Նիկոլ Փաշինյանը, որ ասում է Հայաստանի տարածքի 70%-ը Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության պատկանում Ադրբեջանին, ինքը թվարկում է նաև մարզերի անուններ։ Օրինակ ասում է Վայոց ձորն ու Սյունիքը ամբողջությամբ։ Մի քանի մարզերից հատվածներ։ Այդ հատվածներով մարզերի մեջ նշում է նաև Արմավիրի մարզը։ Օրինակ ասենք, որ ասում է Արարատի մարզից մի մասը, մենք հասկանում ենք, որ դա կարա լինի իր պատկերը Տիգրանաշենը, Երասխը եւ այլն։ Բայց ասում է նաև Արմավիրի մարզից, ոչ թե Թուրքիայի պատկանը, որ թուրքերը գրոհ են, այլ Ադրբեջանա պատկան։ Արմավիրի մարզից ուրիշ ինչը կարա լինի, քան այն տարածքը, որը կոչվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Այսինքն թուրքերը, ադրբեջանցիները ուզում են իշխանություն հաստատեն մեր գլխավոր տաճարի, հայ ժողովրդի գլխավոր տաճարի, Մայր տաճարի նկատմամբ, Մայրաթորի նկատմամբ։ Ու Փաշիզադեն մայիսի 22-ին այդ մասին խոսելով նախ անարգում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, ընդ որում եւ Մայրաթորը, եւ Կիլիկիո կաթողիկոսությունը, եկեղեցու մեր գաղափարախոսությունն է։ Չունենք եկեղեցու անարգում ու դրան ի պատասխան հաջորդ օրը Մայրաթորը հանդես է գալիս բավականին կոշտ հակադարձումներով Փաշազադեի այդ հայտարարություններին եւ բնականաբար դա չէր կարա դուր գար իր հոգեվոր զավակին Փաշազադեի հոգեվոր զավակին Նիկոլ Փաշինյանին։ Ու անմիջա դրանից հետո ամենայն հայոց կաթողիկոսը մեկնում է Շվեյցարիա, Շվեյցարիայում մասնակցում է իր իսկ խնդրանքով նախաձեռնված, կազմակերպված, այո, իր նախաձեռնությունը ինքն է դիմել եկեղեցիների ընդհանուր ժողովին, եւ եկեղեցիների ընդհանուր ժողովը Շվեյցարիայի, ուրեմն բողոքական եկեղեցու հետ միասին կազմակերպում են համաեկեղեցական, էկոմենիկ, շատ մեծ հրճակ ունեցող մի միջոցառում, գիտագործնական մի քննարկում, որին մասնակցում են եւ հոգեվոր հայրեր, եպիսկոպոսներ, կարդինալներ կարծեմ, եւ քաղաքական գործիչներ, եւ հասարակական գործիչներ, եւ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից, տարբեր եկեղեցիների, եւ ուղղափառ եկեղեցիների, եւ կաթոլիկ եկեղեցիների, եւ ուրեմն բողոքական եւ այլն։ Եվ այնտեղ վեհապար հայրապետը հանդես է գալի մի փայլուն խոսքով, որից քիչ առաջ դուք մեջբերում արեցիք, ընդ որում բարձրաձայնելով մեր վերջին շրջանի հայ ժողովրդի հիմնական շահերը, որոնք որ անտեսված են պետական մակարդակում, այսինքն եւ Արցախի նկատմամբ ադրբեջանական ռազմական հանցագործությունը, Թուրքիայի մեղսակցությունը դրան, հայ ժողովրդի ցեղասպանությունը, հայ ժողովրդի բռնիկ տեղահանությունը Արցախից, ինչպես նաեւ գերիների վերադարձի հարցը, ինչպես նաեւ Արցախում ադրբեջանական տիրապետության տակ հայտնված քրիստոնեական համամարտկային նշանակություն ունեցող հոգեվոր մշակութային ժառանգության հարցը, որը հիմա այնտեղ ոչնչացվում են մեր տաճարները, ոչ միայն սրբապղծվում են, այլ նաև ոչնչացվում են, պայթեցվում են եկեղեցիներ, վերացվում են հիմնահատակ նորակառույց նույնիսկ եկեղեցիներ։ Ու այս հարցերն է բարձրաձայնում։ Բնականաբար սա Իլհամ Ալիևին չէր կարա չանհանգստացնել, այսինքն փաստորեն ստացվում է, որ հայ, ընդ որում ոչ սովորական, այսինքն հոգևոր առաջնորդը, որը միավորում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի հայ ժողովրդին, որովհետև հայաստանյաց առաքելական եկեղեցու հետևորդ է հանդիսանում Հայաստանի բնակչության մոտ 90%-ը եւ ամբողջ աշխարհում դա եզակի համահայկական կառույց է, այսինքն
շատ քիչ համահայկական կազմակերպություններ կան, որոնք ամբողջ աշխարհում սփռված են եւ իրականացնում են հայապահում ամենամեծ այդ իմաստով հայաստանյան ցառաքելական եկեղեցին է, դրանից հետո թերևս հայեղափոխական դաշնակցությունն է իր կուսակցական մշակութային կառույցներով եւ այլն։ Բայց ամենամեծը ազդեցիկը հայաստանյան ցառաքելական Սուրբ եկեղեցին է, որը իրականացնում է նաեւ ազգապահպան խնդիրներ ամբողջ Սփյուռքում եւ կապն ապահովում Սփյուռքի եւ ուրեմն հայրենիքի միջեւ։ Եվ ահա այդ եկեղեցու առաջնորդը նման շեշտադրումներով, նման հեղինակավոր ատյանից ելույթով հանդես է գալու։ Անմիջապես բնականաբար Նիկոլ Փաշինյանը հայտնվում է ցնցումների մեջ ու մայիսի 30-ին, այսինքն այդ գրառման այդ ելույթի հաջորդ օրը սկսում է հարձակում եկեղեցու վրա կաթողիկոսի վրա առաջին հերթին, ըստ գլխավոր թիրախը կաթողիկոսն է եւ նաեւ եկեղեցու մեր սրբազան հայրերին։ Ու գրառումները նախ սկսում է կառավարության նիստում մայիսի 29-ին մի հարցի վերաբերյալ, նախ ասեմ, որ մեր կառավարության նիստում հարցերի մեծ մասը չզեկուցվող են, այսինքն գրած է մի հատ քվեարկությունով սաղ ընդունում են։ Հիմա առանձնացրել են մի հատ ոչ էական նշանակության հարց, կոչվում է Հայաստանում պետական անշարժ գույքի վարձակալության տրամադրելու մասին նախագիծ, որը դարձել են զեկուցող հարց։ Ու այդ հարցի շուրջ, որը եկեղեցիների բնականաբար ոչ մի կապ չունի, որովհետև ոչ մի եկեղեցի նույնիսկ պետական պատկանելության էլ, այսինքն կրթության նախարարության վարձակալության չեն տրամադրում, չէ՞, այսինքն պետությունը միայն հոգ է տանում դրա պահպանության համար, դա տարած չի որ վարձակալություն դասելի։ Այս հարցի քննարկման ժամանակ իբր առիթ է օգտագործում, նախ սա սարքում է զեկուցող հարց, բանավոր քննարկման, ու այս առիթը օգտագործումը ասում է հետևյալը մեջբերում եմ։ Մեր եկեղեցիները չուլանացված են, մտնում ես, տեսնում այնտեղ աղբել լցրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, ինչ որ մեկի կոշիկները, մեկը կռավատ է բերել դրել, ինչքան կարելի է խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել։ Դա բառացի Նիկոլ Փաշինյանի մեջբերում։ Պարզա որ այդպես բան գոյություն չունի։ Նախ ինքը եկեղեցիներ չի այցելում, սկսենք դրանից, ինքը մեր եկեղեցու զավակ չի։ Ինքը նույնիսկ տաղավար տոներին, ասենք օրինակ Սուրբ Ծննդյան տոնին, այս տարի հունվարի 6-ին։ Անցյալ տարի էլ այս տարի այցելել է Արագածոտնի մարզում խոնարհված եկեղեցի, որը ոչ գմբեթ ունի, ոչ խորան ունի, ոչ քահանա ունի։ Ունդեմ, ասենք ինքը տաղավար տոներին հայրապետական պատարակների չի մասնակցում, ինքը սովորական կիրակի օրերին եկեղեցիներ չի այցելում, պատարակների չի մասնակցում, հաղորդություն չի ստանում։ Հետևաբար ինքը նախ եկեղեցի չի այցելում։ Երկրորդը, այսքան մենք բոլորս եկեղեցիներ ենք այցելել։ Հիմա մեզ լսելու են տասնյակ հազարավոր մարդիկ։ Թող մեկն ասի, մեկը եկեղեցում աղբ տեսել է, թե չէ։ Պարզավոր տես բան չի կարալ ինչ։ Մեկը եկեղեցում կռավատ տեսել է, որ ասենք կռավատը բերեն դնեն։ Այո, մեկը կռավատը բերե դրել։ Հիմա պարզա չէ որ եկեղեցիները նրանք բոլորը գտնվում են մեր հոգևորականների նախ եւ առաջ եկեղեցու սպասավորների ամենօրյա խնամքի հոգացության ներքո։ Հավատացյալները նույնիսկ կամավորներ են գրվում, այդում են չոքում են եկեղեցու հատակն են մաքրում, պատերն են մաքրում, իրեն եկեղեցիները ամեն մի եկեղեցի ունենում է խաչի քավոր, այդ խաչի քավորը ամեն տարի իր ոնց որ մի տարվա ընթացքում այդ եկեղեցու խաչքավորն ալնում, իր միջոցներով, իր ընտանիքով բարեկարգություններ են անում, եկեղեցուն նվիրատություններ են անում, այսինքն բոլորը ես օրինակ կիրակի օրը գնացել եմ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի պատարակի, եկեղեցին բարեկարգ ամեն, այսինքն պարզա չէ որ ինքը չի անարգում է իմ սրբավայրը հասկանում եք այնտեղ որտեղ որ ես ծնկի եմ գալի այնտեղ որ ես հաղորդություն եմ ստանում իմ սրբությունը բոլորիս է այսինքն բոլորիս սրբությունը անարգում է մի հատ սրբապիղծ որը մեր եկեղեցու ասենք այդ ոնց որ մի հատ թուրք մի հատ չգիտեմ կուրո հլնի հայ եկեղեցու հասցեին վիրավորանքներ սրբասի դուք որտեղ որ գնում եք ենթադրենք ձեր հարազատի հոգի հանգստի արարողությանը, որը ձեր խոզանոց ասենք։ Այնտեղ ասենք թե մարդ ասել այս բառերն ասում, այնտեղ աղբ կա։
Ասենք որտեղ որ մենք մեր երեխեքուն տանում ենք մկրտության, որ մեր համար ամենաթանկ տեղն է, չէ՞, մեր երեխեքու մկրտության վայրը, դրանից ասենք սուրբ տեղ, ամուսնության վայրը, չգիտեմ, օրհնության վայրը, երեխային 40 օրը լռանումա ծնողները վերցնում են, այդում են եկեղեցի օրհնության, իրանք այդում են ընդդեմ մատաղի, մեկը չգիտեմ, մեր բոլոր զորակոչիկներին ավանդույթ է վերջի շրջանում, որտեղ եկեղեցի կա, նորակոչիկները գնում են եկեղեցի օրհնություն են ստանում, նոր ընդեղից գնում են զինկոմիսար։ Այսինքն մեր բոլորի կյանքի ամենանվիրական, ամենասուրբ վայրը, սա ասում է աղբ, չգիտեմ, մնացոր, սա մի մարդ, որը դրա հետ կապ չէ, այսինքն բոլորիս ամենանուրբ, ամենանվիրական զգացողությունները անարգում է։ Ինքը մի հատ ասենք թե զիբիլ, ինքը, օրինակ ասենք թե որ ասում է եկեղեցում կա աղբ, իմ պատկերացուցիչը այդ դեպքում է, որ ինքը կնգահետ գնացել է։ Մենակ այդ պահին, այդ եմ ասում էլի, ինքը կնգահետ գնացել է, այդ պահին եկեղեցում կա աղբ։ Օրինակ Սիսյանի քահանան էլ ասաց դավայք չորտու, հանեց շպրտեց, գցեց դուս։ Հիմա ինքը այդ անարգումը անում է։ Այդ առումով ուրեմն ինքը ճիշտ է, ասենք հենց մտել է, տեսել է աղբա։ Դե մակնգան ասում է տեսի չաղբա։ Տեսի չաղբա, ասենք այդ առումով։ Կնիկն էլ ասում է բաստեն նայել է, էլի անա ցույց տալի։ Մինչև որ քահանան անում շպրտում դուս։ Ասում է օդից արդեն ես իմ ինչ եղա գա։ Կնդուբամ դուրս եկեք։ Հա չէի մտածել դրա մասին, փաստորեն էդ էր, հա, կարող ազար։ Բա կռավատն չէ տարել դրե մարդու կնիկ։ Էդ ինչ է։ Կնիկն ասում էր բանը, ասում են չէ ամուսնուց հետ օթանավ նստում գնում ճամփորդում, ասում է ես իմ ամուսնուց սիրում եմ։ Հենց պետական օթանավի մեջ։ Ուրեմն այս ցինիկ լկտի արտահայտություններից հետո մեր եկեղեցու մի շարք հոգևոր հայրեր, այդ թվում Գուգարաս թեմի առաջնորդը, դիվանապետը, Արշակ Սրբազանը, բավականին զուսպ, այս սրա համեմատ, բավականին զուսպ, հավասարակշռված, օրինակ Արշակ Սրբազանն ասում է, որ այդ լավ է, որ դու գիտես, որ եկեղեցիների մասին պիտի հոգ տանես, որովհետև բազմաթիվ եկեղեցիներ կան, որոնք որ առաքելական եկեղեցուն չեն պատկանում։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանն են պատկանում, որպես պատմամշակութային հուշարձան, այսինքն պետությունը չի փոխանցել դրանք եկեղեցուն, եկեղեցու հոգացության ներքո չեն։ Պետությունը ինքը պիտի հոգ տանի դրանց պահպանման համար։ Ու ես լարվածության ֆոնին մեկ է նայում եմ էկոնոմիկայի նախարար այն ֆիկտիվ հանրապետականը։ Ֆիկտիվ հանրապետական։ Գևորգ Պապոյան, որ ասում էր ես ֆիկտիվ հանրապետական եմ։ Չէ, բա դա ժողովրդի տնտեսագիտական համալսարանի ու խորհրդից էր, չէ, հանրապետական, տենց արել է որ պաշտպանել է, բա գիտես գիտելիք ունի։ Բանը։ Հետո ասին դու հանրապետական ես եղած, ասած ես ֆիկտիվ։ Ֆեյով, սեյով չէ։ Ֆիկտիվ։ Ֆեյով։ Բանը, հետո է եղել սեյով։ Սկզբից եղել է ֆեյով։ Հիմա ուրեմն էսի մի հատ նկար է հրապարակում։ Նայում եմ, տենում եմ բատ հին մատուրա փոքր ու դե երկու կով ասենց գլուխները իրար մոտ դրած կպական են թե նկարը հրապարակել թե անդամ չէ կով թե անդամ իրանց չէ հորդ երկու հորդ դե ուզում անամ հիմա ասեք նայում եմ ասում եմ դե նկատել եմ այս վերջի օրերին որ սրանք հարձակվել են եկեղեցու վրա շատ-շատերը ասենք իրանց երեխեքի մկրտությունից, իրանց փսակադրության արարողությունից նկարներ են հրապարակում, որ ասենք եկեղեցին իրան։ Ես մտածեցի, որ ինքն էլ է այդ ակցիային միացել, այդ ֆլեշ մոբին, դες մի հատ ընտանեկան ալբոմից մի հատ նկարել ինքն է հրապարակել։ Տան անդամները։ Ես դες մտածեցի։ Բայց հետո տենամ այդ նույն նկարը դրել է նաև Տարոն Չախոյանը։ Նույն նկարը։ Բայց կապ ունեն իրանք։ Չէ, արդեն պարզել որ այդ իրանց ընտանեկան նկարը չի։ Ինձ հասկացա, որ էլ դա Գևորգ Պապոյանի ընտանեկան ալբոմից չի։ Դա արդեն քարոշ, այսինքն ինչ են արել, մի հատ նկար տարածել են, ասում են, «Էսի սաղը դրեք»։ Ու սկզբնական շրջանում շփոթությունը առաջացրել, որ դա ընտանեկան ալբոմից է, բայց չէ, ոչ։ Ես օրինակ հիմա վստահ ասում եմ, որ այդ նկարում պատկերված է Գևորգ Պապոյանի հետ կապ չունի։ Դա քարոշչական, բայց ես սկզբից մտածել եմ, որ ընտանեկան է։ Քանի գլուխ։ Այսինքն, այն որոնք երկու գլուխ։ Ու իրար մոց էս գլուխները, ոնց որ հարսանիքների վախտում։ Հասկացա։ Բանը, հիմա Բայց ինչ էին, կով էին թե հորդ։ Հորդ, հա։ Կարող է, չեմ կարող ասել, բայց քարոշչական էր։ Այսինքն,
Հետո պարզում է, որ այդ իրանց ենթակա եկեղեցուց, այսինքն դա ոչ թե առաքելական եկեղեցու պատկան սրբավայր է, այլ նախարարության, այսինքն այն ինչ որ իրանք պարտավոր էին հոգ տանել, ամեն տեղ են այդ գետան ասում, որպեսզի դա այտենց բան չլներ, իրանց թերությունը ներկայացնում են որպես եկեղեցու բացթողում, եւ որ իրանց արածն է, էլի դա։ Իսկ որը որ իրանց ենթակա ու շփոթություն առաջացնելով հանրության շրջանում, որ դա ընտանեկան ալբոմից նկար է։ Ուրեմն այս սրբազանի բանին նա իր սիրա սկսում է մայիսի ուրեմն 30-ին ես հաշվել եմ։ Միայն Նիկոլ Փաշինյանը ունեցել է 8 Facebook-յան հրապարակում մի օրում։ Բարապ մարդել այնտեղ Սյունիքում գյուղ։ Սկսել է ինչ որ մի հատ Սաղմոսից, չգիտեմ ինչ բան է, դե մա Սաղմոս 2 է, այսօր էլ առավոտ 2 հատ արդեն գրե։ Սրբազան գնա շարունակիր քերոտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսած դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, թե որի սա հուզե չեմ անում։ Ջանդամն ամուսնացած ես, ինչ ամուսնանալու բան ես, որ կնիկ գա վրա։ Մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է ու դա ոմանց չի հուզում, թե ում է վերաբերում։ Սա այտենց անորոշ, մեր կապարանոց վիրավորանքներ։ Իսկ ինչ է լինում, երբ պարզում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսության ուխտը։ Ասենք, եթե քո հետ չի խախտել, ինչ գիտես, որ խախտել է, չէ՞։ Այդ դոմփելուն եք գալիս դուք։ Ինքն ասե, իրա գրածներն է։ Ասում է հոգևորականը խախտել է, իսկ դու ո՞րդուց գիտես, որ խախտել է, ուրեմն քո հետ եղածելնի, չէ՞։ Եվ դրա բառամթերքը, դրա մտավորը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից, փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ։ Կամա որ հրաժարական տալ, թե ինքն մտատանջությունների գիրկը, տեսնես կլինի քնություն, տեսնես կբացահայտվի։ Ու սրան զուգահեռ Նաև հանդես է գալի Աննա Հակոբյանը զուգահեռ գրառումով ինչ ասա ասում։ Չէ, ասեք որ այս փուլում բոլորը սկսեցին քերուն փնտրել։ Քերուն փնտրել, հետո մեկը քերին հայտնվավ։ Քերին չէ։ Քերակինը։ Քերակնոջը, հա։ Արմանը Բաբաջանյան։ Հա բոլորը ասենք մտածում էին Չերևան քերինը այտենց 10 քերինով է գալի։ Այտենց կոնկրետ բանով։ Շիրինյանը։ Մենակ ու Շիրինյան չէ, դա Շիրինյանի անունն է դուրս եկել։ Շիրինյանը։ Դե, այտենց են ասում։ Հելավ ասած ես որ ճեմարանում եմ էլ է Են որ ես եմ տեսե ինքն ասե վռած նույն օրը պարզավ ասեմ всё Այսքան ազգը հանգստացա քերակնոջը գտավ վերջ ինքը ասում է ես եղել եմ Հա, բայց եթե մեկը այդպիսի բառամթերքով այս կերպ խոսում է, կարող է ինքն հենց այդ գրողն է քերակնոջ կարգավիճակում եղել երկար ժամանակ եւ այդ բառն էլ իր խոսույթից է, չէ՞, որտեւ ինքը դմփեմ, դոմփեմ, չգիտեմ ինչ անեմ, sense ինչ որ բաներ։ Կարող է ինքն էլ քերակնոջ կարգավիճակում եղել։ Նիկոլ Փաշինյանը, ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանը ում քերին է, ինքը։ Դե քերակին է։ Բայց իր կինը, որը կգա դրա որպես քերակին, այդ ում որ ինքը քերին է։ Շատ խորացակ պարոն Ղազարյան։ Գրել է։ Այսօր գնացիք։ Երկրի գլխավոր մանկապիղծները Չուլան բառից դիվահարվել են, այսինքն ակնհայտորեն ակնարկելով մեր հոգևոր դասին սրբազաներին անվանում է գլխավոր մանկապիղծ։ Հետո ասում է սենց Չուլաններում են տեղ ունենում այլասերվածություններ, այսինքն պատկերացնեք ով այլասերվածություն։ Սաղ աշխարհ իրանց դառն է քաշում։ Սրանք խոսում են այլասերվածության, պատկերացնեք ով է խոսում այլասերվածության մասին։ Հետո հստակ ասում է, թե եկեղեցու դեմ հարձակում ինչից ասի, որ մտատանջության տեղ չթողնի։ Շվեյցարիայում ինչ եք անում, ում եք անվտանգ ուղարկում հարազատ բնորան, ում եք անհապաղ ազատում գերությունից։ Տնականց, տնավերարած, ցեղասպանության Ենթարկված այդ ժողովրդին Ուզում ասի մարդ է հայտնվել Հայաստանում, որ համարձակվում է խոսի Շվեյցարիայում գերիների մասին իր բնորան վրա, այսինքն դες բան ոնց կա, այ օրինակ պետք է խոսել, թե Հայաստանում ոնց պիտի բնակեցվեն ադրբեջանցիներ։ Էս չէ ստական։ Ալեն Սիմոնյանը դրանց հետ պիտի առևտուր անի։ Դրանք իրաց խաղալիքները վերցեն գան Ալեն Սիմոնյանի մոտ։ Շանս ծնունդն է, ձեզ ով է թույլ տվել որ դրա մասին խոսեք։ Հա սրբապիղծ տականքներ, բայց ես ով է թույլ տվել դրա մասին խոսեք, հա։ Ասում եմ ում
Ում եք անապաղ ազատում գե։ Ոնց կարելի է մտածել։ Գերիներին անապաղ։ Երբ որ այս մարդիկ մտածում են Հայաստանի ղեկավարությանը նորից տանեն հանձնեն Ադրբեջանի գերության, Ադրբեջանի դատախազն ասել է, Հիկմետ Հաջիևն ասել է, որ պետք է նորերին հանձնեն։ Փոխանակ դրա մասին խոս, դուք մտածում եք, ասում է մարդը հայտնվե, որ մտածում է գերությունը, դե հիմա կտենակ ինչ կլինի։ Սաղ այդ փիլոնա զրկենք, այ մանկապիղզներ, այլ ասը։ Այսինքն դուք համարձակվել եք կաթողիկոս, դուք գնացել եք իրանց Ալիևին։ Ասում ես, որ Ալիևը ռազմական հանցագործություն արե, են էլ Թուրքիայի այն նույն մարդկանց, որոնց Նիկոլ Փաշինյանը ընկել էր ոտերը կոշիկ լիզելով, դու գնացել ես դրանց մեղադրանք ես անում, այն էլ ռազմական հանցագործություն, հիմա կտենաս ինչ կլիք ու վերջը, այսենց էս է սրա հիմնական պատճառը, որ հարձակվել են մեր եկեղեցու վրա, ուրեմն, բայց սրա պատմությունը մենակ սրանով չի, Ես մեջբերումներ ունեմ։ 2022 թվական հուլիսի 7 կառավարության նիստի ժամանակ էսի թիրախավորել էր մեր քրիստոնեության, դա մենակ մեր եկեղեցին չի, աշխարհի բոլոր քրիստոնյաների գլխավոր խորհրդանիշը, խաչը։ Ինչ է ասում։ Մեջբերում Նիկոլ Փաշինյանից 22 թիվ հուլիսի 7 կառավարության նիստ։ Հայաստանում տարերային կամ նույնիսկ կարելի ասել խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում։ Անընդհատ, ուր գնում ես ինչ-որ, ընդ որում միտեղ պլաստմասից, միտեղ երկաթից, միտեղ չգիտեմ ինչ հին կահույքի կտորներից, միտեղ շինարարության ավելցուկից եւ այլն եւ այլն։ Եվ ես հանձնարարական եմ տվել, որպեսզի տեղի ունեցող գործընթացը մենք ուսումնասիրենք եւ գնահատական տանք։ Պարզա ոչ մի ուսումնասիրություն չի արվել, ոչ մի գնահատականը չի տրվել։ Պարզապես պատերազմից հետո սա հարձակվել էր խաչերի վրա։ Խաչերն էլ այդ վիրասած որտեղ է դրված, բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ կամ բնակավայրերին բարձունքներ ա լինում, բլուրներ ա լինում, տանում են խաչեր, դնողները ինչ անում, միշտ ամենալավ ձևով, ամենասիրուն ձևով մի դարբնի ասում է, խաչ են սարքում, մեծ 3 մետրանոց գիշերն էլ լույսը վառվում, այդ անում։ Սրան անան ոչ թե Հայաստանում խաչ, Ադրբեջանում խաչ կա։ Կա Ադրբեջանում խաչ, բայց դե ինչի պետք է լինի, չէ որ իրան նպատակ էս երկիրը Ադրբեջան սարք, ես հարցում եի արի կառավարություն, ասում են վարչապետը սես բան ասում, խո սուտ չի ասել, ուրեմն տեսել է, չէ կահույքի մնացորդից խաչ, ասում եմ վարչապետի աշխատակազմ, մամուլի խոսնակ, կասես ինձ, որտեղ է տեսեք կահույքի մնացորդից, հասցեն, դու ասի կահույքի մնացորդից խաչը տեղադրված է, ենթադրենք Արագածոտնի մարզի, այս ինչ գյուղում։ Ես ուզում եմ, այդամ տեսնեմ, պարզա որ սես բան չկա, չէ, ոնց որ եկեղեցիներում աղ չկա, բոթաշ չկա, կռավատ չկա, անարգում է, հասկանում եք։ Մեր բոլորի ամենանուրբ, ամենանվիրական սրբությունները անարգում է։ Պղծում է այն ինչ որ մեր համար սուրբ է։ 2023 թվական Մարտի 14 մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյան ասել է հետևյալը. Մեջբերում. Գիտեք, մեր երկրում կան հոգևորականներ, որոնք Աստծուն չեն հավատում։ Այնպես որ մեծ ողբերգություն չէ, եթե որևէ падգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում։ Այսինքն ասում է, կա, ես էլի նորից հարցում եմ արել։ Ասում եմ վարչապետն ասում է, որ մեր երկրում կա հոգևորական, որը Աստծուն հոգևորականներ որոնք Աստծուն չեն հավատում, կասենք որ մեկն, մենք այդ մարդկանցից հաղորդություն ենք ստանում, օրհնություն ենք ստանում, բայց եթե նրանք Աստծուն չեն հավատում, մենք չենք տեղն ասենք, գոնե դրանց մոտ չգնանք։ Բնականաբար այդպես բան չի կարելի, չէ՞։ Անարգումը ամբողջ, եթե կոնկրետ չի ասում, որ ենթադրենք, դա Բացյան թեմի առաջնորդ հիմիկվա Վազգեն եպիսկոպոսն է։ Եթե քանի որ դա չի ասում, կամ ասենք Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քյարամյանը։ Եթե կոնկրետ չի ասում դա ով է, նշանակում է դա բոլորին է, չէ՞ վերաբերում։ Ու լուրն է մնացել եկեղեցականները։ 2019 թիվ։ Ուրեմն ամենայն հայոց կաթողիկոսը ընդամենը հայտարարեց, ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ այդ գործընթացները, որ իրականացում է, քանի դեռ նա ունի անմեղության կանխավարկած, հանիրավի է հանրապետության նախագահ եղած, մեր երկրի պաշտպանության գործում, Արցախի ազատագրման գործում, նշանակալի ավանդ ունեցող, Արցախի հերոսի կոչումը կրող մարդուն,
հանիրավի պահել բանտում։ Էլի իրավական գործընթաց շարունակեք, բայց մարդուն ազատություն տվեք, այսինքն մարդը գոնե իր տանն լինի, ոչ թե մեր նախագահը լինի բանտում։ Այսինքն, որը բխում էր եւ որպես կաթողիկոսի, եւ որպես հոգեվորականի իր առաքելությունից, չէ՞, այսինքն մարդասիրական, տրամաբանական, խելամիտ բանա, չէ՞ ասում։ Հետո պարզեց, որ Ռոբերտ Քոչարյանը ինչ որ անում են ապօրինի է։ Այդ մարդը մեղադրանք չի ստացել ու չի ստանալու, որտեղ ինչ անում են իր դեմ ապօրինի է։ Վերապարի այդ հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյան ազգային ժողովի փոխնախագահ էր, եղավ կաթողիկոսին դիմեց Ավազանի անով, ասում է քաղաքացի կտրիչ Ներսիսյան։ Կաթողիկոսի չէ, ծխական քահանային Ավազանի անով դիմել, դա անարգանք է։ Այդ նշանակում է, որ դու նրա հոգևոր կոչումը, հոգևոր առաքելությունը չես ընդունում։ Եթե իրան դիմում ես Ավազանի անունով։ Ու սա դիմում է մեր կաթողիկոսին, Ալեն Սիմոնյանը, որը հետագայում 24 թվին ասում է. եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի։ Մոմ, գինի, կոկա-կոլա են ծախում, բայց հարկ չեն վճարում, ասել է Ալեն Սիմոնյանը։ Մենք պետք է հասկանանք հարկային այս պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչու չի կիրառում։ Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում պետք է քննարկենք այս հարցը։ Ուրեմն Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին 1000 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ցանկում է։ Իրանք իրանց հասանելիք բոլոր հարկերը ոչ միայն վճարում են, խոշոր հարկ վճարողը։ Այն դեպքում, երբ որ նույնիսկ մոնղոլները մեր եկեղեցուն հարկերից ազատել են։ Այդ Տաթևի վանքը, Նորավանքը, Շադի վանքը այդ ժամանակ են կառուցվել։ Օտարները մեր եկեղեցուն հարկերից ազատել են։ Պարսկաստանում մեր եկեղեցին կարծեմ ջրի վարձը չի վճարում։ Ստեղ հերիք չի վճարում են, այն ինչ որ հարկերից ազատված է օրենքով է, գոյություն ունի օրենք Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյան առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին, որտեղ ասում է, որ ընդամենը ծիսական պարագաները եկեղեցական գրականությունը չի արգում, այսինքն որ եթե մեզ պատարակի ուղեցույց է առնում, հարկ էտելում է պետք, մեզ է չէ պետք, որ պատարակից առաջ գնանք ուղեցույց առնենք, մոմը մեզ է չէ պետք, որ այդանք առնենք, այսինքն միայն դա չի, հիմա ասում եմ իմանամ, էլի Ալեն Սիմոնյանը Coca-Cola, որ եկեղեցուց է առել։ Ոչ մի տեղից չի առել, չէ՞, որովհետև ոչ մի տեղ եկեղեցում Coca-Cola չեն ծախում։ Ինքն երբ է գնում եկեղեցի ոչ։ Ինքն եկեղեցի համարը վռնդված է։ Հիմա ասենք թե այդ Coca-Cola-ն, որ ինքը որտեղից որ առել է, եթե սուտ է ասում, կարելի է մի հատ ցանկացած Coca-Cola տալ իր ձեռը։ Դա գլխին չի ձեռքը։ Դե հիմա դու տենց ասիր։ Իրա հետաքրքրությունները կարող է ուրիշ բան է։ Փոքր էր 200 գրամ։ Եկեղեցու դեմ պայքարի փուլերը։ Իմիջիայլոց քանի երկրում են հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում ու եկեղեցիներ պայթեցնում ու ավիրում։ Դուրից Թուրքիայում չեն անում։ Այո, չէ, Թուրքիայում արել են հիմա Էրդողանի ժամանակ, որովհետև այդ մարդը Իրանի Եվրոպայում, ասենք մեկ Ալիևն է անում, մեկ Նիկոլն Կոստանդնոպոլսի հայոց պատրիարքին ով է նշանակում։ Ինչ էր իր այդ հոպարի տղու, ինչ էր Փաշին։ Այդ երկուսն են էլի։ Մեկ Ադրբեջանում են անում, մեկ էլ էստեղ։ Թուրքիայում Կոստանդնոպոլսի հայոց պատրիարքին նշանակում է Ստամբուլի նահանգապետը։ Հիմա իրանց ուզածնել է այդ էլի, որ ամենայն հայոց կաթողիկոսին էլ նշանակի Էրդողանը։ Պարզ չի ինչ է իրանց ուզածը։ Ոնց կարա կաթողիկոսին ընտրի մեր եկեղեցին։ 2018 թիվ նոր Հայաստան նոր հայրապետ շարժում։ 2019 թիվ եկեղեցու դեմ նոր պայքար է քոչը, որ նոր ասում էին։ 2021 թիվ Մայրաթորի կողմից հրաժարականի պահանջը երբ եղավ, հարձակվեցին եկեղեցու վրա, այդ օրվանից ոչ մի արարողակարգային միջոցառման կաթողիկոսին չեն կանչում։ 23 թիվ նոր հարձակում, երբ որ որոշեցին Արցախի բռնազավթումից հետո Արցախի թեմը պահպանել, թեմը չլուծարել։ Նոր հարձակում եկեղեցու վրա։ 24 թիվ Սրբազան շարժում, նորից հարձակվեցին եկեղեցու վրա, ինչա թե Բագրատ Սրբազանն էր առաջնորդում այդ շարժումը։ 25 թիվ ադրբեջանական պահանջն, այսինքն ինչ եկել են իշխանության,
Այտենց տարի չի եղել, որ սրանք մեր եկեղեցու վրա չհարցակվեն։ Չէ, ավելի բան ասեք, հայ ժողովրդի դեմ այդ պայքարը, որ շատ անգամ խտանում եւ Հիմա ուշադրություն։ Երբ որ հիմա հայ առաքելական, այսինքն իրանք ում դեմ են պայքարում, պարոն Ղազարյան։ Մեր ժողովրդի։ Ժողովրդի դեմ։ Ասեք, ի՞նչ է մեր ժողովրդի միավորող գաղափարական բաները։ Եկեղեցի, Արցախը, ընտանիք, Արցախը, Սփյուռք, ցեղասպանության ճանաչման գաղափարը, Սփյուռքը, լեզու, մշակույթը, պատմությունը եկեղեցին։ Պատմություն ասում են դու չունեք, 18 թվից սկսե, բանի պատմական Հայաստանա պիտի մոռանալ, լեզուն նոր պահծում է իր Հայաստանա։ այս այլանդակ գրքով, ես այլանդակ բառապաշար։ Այս խուլիգանական էս։ Խուլիգան, ինչու այլասերված, ինչու խուլիգան, այլասերված մարդու բառապաշար է, ընդ որում սա նորություն չի, իր գիրքը նայեք, այս մարդը մենակ այդ դեյով բառով զբաղված է։ Հիմա այս իր գրառումները գրական հայեր են։ Դե, պարոն Ղազարյան, մենակ զբաղված է արձանը գնամ էտ անեմ, բառներ չես ուզում ասել, գնամ գերկնոջ էտ անեմ, գնամ բանը պատանու էտ անեմ։ Հիմա գնամ, չգիտեմ ում անեմ, հիմա քերուն անեմ, քերու ես իմ ինչին անեմ։ Մարդը երբ է տենց բաներ ասում, երբ որ երևի ոչ մի չի կարողանում։ 2025 թվականի հունվարին Իվան Հոկեկանը հունվարի վերջ, փետրվարի 3-ից 7-ը այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Էս ի՞նչ է։ Նիկոլ Փաշինյանը։ Ինչի՞ է գնացել, մենք հիշենք։ Մասնակցելու Վաշինգտոնում միջազգային կրոնական ազատության գագաթաժողովին, ինչպես նաև ազգային աղոթքի նախաճաշին։ Ինչ է նշանակում կրոնական ազատություն։ Որ պիտի բոլոր կրոնները աղանդների մուտքը ինչի մասին է խոսքը։ ապրես։ Ունդե Մեկ բառով ասած։ ինքը գնացել է կոնկրետ հանդիպում ունեցել աղանդավորական կազմակերպությունների ղեկավարներին, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում։ Ընդ ոչ մի հայ եկեղեցու քահանա չի եղել։ Վարչապետը ընդունել է միջազգային կրոնական ազատությունների գագաթաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին, ով որ եկել էր Հայաստան, հրավիրել էին արտգործ նախարարության կողմից կազմակերպված Երևանյան հորիզոններ դիվանագիտական ֆորումին։ Դրան հատուկ այդ ֆորումի մասնակիցներից Իրանը ընդունելության արժանացրել վերջերս։ Ու այս process-ը տրամաբանական կապված, այսինքն դրսից ղեկավարվող ադրբեջանական պահանջներով նպատակային պայքար է, թե չէ կաթողիկո պարզ ինչի է հարցակվել կաթողիկ։ Սրա նպատակն է գխատի եկեղեցին, այսինքն ասում է Փիլոնազուր պիտի անել, հիմա կլինի կասի, մի հատ սուտ կասի, դե այսքան ժամանակ իրա որ ասած։ Կասի, չգիտեմ, այսին սրբազանը, այսին կուսակրոնությունը խախտել է։ Դե ասեն անեկդոտի նման, չէ, ասում են որ ռաբինը լում ասում է Աբրահամի աղջիկը բարոյական չի, Աբրահամ սաղ քաղաքը խոսում, Աբրահամը լում էդ ասում է ռաբին ջան, նախ շխուր դրել է սաղ քաղաքի այդ մասին է խոսում, ես աղջիկ չունեմ։ Ասում է դե արդեն կնա դրանց բացատրել, արդեն կնա։ Հիմա էսի կլինի Այս սուտը մի հատ սուտ կգցի, այսին կաթողիկոսի մասին, այսին սրբազանի, ոնց որ ասել է, չի ասենք դե սրբազանի քերակ, հիմա արի հասկացի, որ սրբազանն է, քերի ունի, չունի, քերակին, սրբազանի տարիք, ասենք 25 տարեկան սրբազան չի լինում, չէ՞։ Նրանք մինչև հասնում են եպիսկոպոսի տարիքի 50-ը անցնում է, չէ՞։ 50-ած մարդու քերակին արդեն 75 անցավ, չէ՞։ Բարձա չէ որ էշություն է, չէ։ Հա, բայց մի մոռացեք, էշությունով ինքը նաև հիվանդ Բայց քցել է, չէ։ Հիմա ասենք դե արի հասկացի, որ սրբազանն է, քերինով է, քերասուտ, ասել է։ Հիմա ասում է դե արի գնա բացատրի։ Այսինքն պարոն Ղազարյան, այդ գերխնդիրը հասկացան, գլխատել հայ առաքելական եկեղեցի։ Այո, եկեղեցի մնում առանց կաթողիկոսի, եկեղեցի։ Եվ նաև այսպիսի մի տեսակետ կա, այս անձը հիշում եք, որ եկավ իշխանության, խնդրում եմ ուշադրություն, պարոն Ղազարյան։ Ինչ էր նախ ընդհանրապես այս անձի գործունեությունը 20-30 տարի ինչ եղավ, ինքը ինչով է սնվել, ինքի շատ իշներ ինչ արյուն է, որտեղից է այդ արյունը ծծել, ինքը հերյուրանք, սուտ, այս ամեն ինչն է, չէ՞, իր թերթ, իր գործունեությունն ինչ է եղել, այդ իր թերթով տարիներ շարունակ տարածել է, դա արել է եւ հետո եկավ իշխանության դրա վրա, այսպես ասած եկել է իշխանության ու ինչ էր օգտագործում թալանը, ավազակը, խուժանը, ծեփեմը, դմփեմը, չգիտեմ ինչա, ու իր այլանդակ բանը։ Հիմա մինչև հիմա ասում է, թալանը Range Rover-ը հետ են բերել։ 7 տարի անց է Range Rover-ը արդեն իր թալանը ոչ պետք է դրան անդրադառնալ։ Հիմա ինքը քանի որ իր վարկանիշը խայտարակ ընկել է, ինքը հիշում է, չէ, ինչով է եկել իշխանության։ Ինքը ոնց էր պահում այդ առաջին 2018-ը, ծեփեմ, դամփեմ, խփեմ, անեմ, թալանը, դա։ Հիմա քանի որ վարկանիշը իջել է, ինքն ու իր այդ բոշան ընկել են նույն դերի մեջ։
Ծեփելո, ծեփողը, դոփողը, տանողը, սրբապիղծը, գոռումա, որ ես իրա նույն այլանդակ ձեռագիրն է ինչ որ 18 թվականին։ Այսինքն իրենք ինչ անելու։ Ես խփողն եմ։ Դրանց տան նկարներից կա։ Պարոն Ղազարյան, մի հատ էտ ասել էլի։ Facebook-յան էջում կա, Պարոն Ղազարյան, տեսեք, իրա, բանը որ մենք այսինքն ծեփողն ենք, մենք խփողն ենք, մենք բացահայտողն ենք, մենք մերկացնողն ենք, մենք չգիտեմ ով են, այն ինչ որ անում էին 18 թվական, հիմա նույն այլանդակությունը, այս իրանց քարոզի բանն է, նաև այդ գնում են դեպի ընտրություններ, էլի տեսեք, մենք մուրճը բռնողն ենք, մենք սրբապիղծներին իբր թե բացահայտողն ենք ու ասում գոռա, անա, բացի հետույքդ բացի, գլուխդ բացի, չգիտեմ ինչդ բացի, ես բացեմ, առավոտը շուն իրար բան, շնչահեղձ եղած էց իրար փոխանցում են, էլի։ Էսա նաև սա էլ կա, որ այս մարդիկ այսինքն պատահական չի սա։ Սա պատահական չի, իրանք նաև ծրագրավորված է PR-ի բանի շատ կարևոր կոմպոնենտ է։ Ձերք հետ իհարկե գլխատ են հայ առաքելական եկեղեցին վարկապետը։ Ինչ անում էին 18 թվականին, հիմա նույն այլանդակության մեջ են իրանք, նույն կերպ։ Հա, հիմա ուզում եք ասեք, որ խոզանոցից դուրս եկած մարդիկ Չուլան, ասենք, Չուլանը որն է։ Ում բառամթերքում կա, ասենք դու ասենք եկեղեցին Չուլան։ Ասենք իրանց տունը նկարները կա, չգիտեմ, եթե հիմա գտնի դնի։ Ես ասել եմ, էլի, ընդ չի կարելի խոզանոց ասել։ Խոզը հիվանդության նկատմամբ ամենազգայուն կենդաններից է։ Խոզը գցես դրանց երրորդ մասի տունը 2 ժամից 20 կի։ Այդ պայմաններում ապրած մարդը եկել է մեր եկեղեցուն, ասում է Չուլան, հասկանում եք։ Ամենախնանված, ամենաբարեկարգ, ամենահոգած սրբավայրը բերանները բացում է սրբա, ակուսություն ստուգող այլ է, բախտավարը։ Եվ ակնհայտ է, որ իրենք իրար մեջ որոշել են, պարոն Ղազարյան, որ եթե մեկը ձեզ մի բան ասում է, ինչի՞ այդ կինը տենց ակտիվացած, այսինքն մեկը ձեզ ասում է, տախմար, դու ասա տախմարի ծնունդի ես իմ ինչ, մեկը ձեզ ասում է, ինքը այն որ ազգային ժողովում էլ, չէ, ազգային ժողովից դա եղավ, այն որ սկսեցին ասել, ձեզ սենց կանեմ, սենց կանեմ, են Արսեն Թորոսյանը։ Պարզ է, որ սանց փիարշիկները կամ իրենք հրանք է տրված, ձեզ մի բան կասեն, դուք 10 պատասխան տվեք, այդ կինն էլ է, չէ, ակտիվացել, ով որ իրան բան ասում, դնում է եւ ինչ որ մի բան ասում, այսինքն սրանք կոնկրետ զբաղված են քարոզի մի հատ այդ գիծն է, հեղինակություն չունեն, վարկանի շնկած են, հետ են դարձել, են 18 թվականի ոչն են ворթեգրել, նորից ուզում են դրանով, որովհետեւ բանը մարդկանց մեծ մասը կնայեք ասի, հա, կարող է, բայց այնուամենայնիվ ճիշտ է, կարող է, բայց դες ինչքան դուխ ունեն ռիսկ ունեն պատասխանը։ Կարող է, ճիշտ է, ինքը թեմա է գցում, սուտ։ Օրա գնաք ու դարդը քաշի։ Սաղ աշխարհ քու ընտանիքի դարդն է քաշում դու ուրիշն։ Քո կերակնգա Դու ես քերի, նայա քերակնիկ, նայա քերին, դու ես քերակնիկ, չգիտես այդ դեյով բառը քո գլխին է, նրա գլխին է, ում ես եկել չգիտեմ ինչի՞ց է խոսում, ամենամեծ թալանչիներն են։ Հələ մինչև իմ ասում է թալան պիտի վերադի 7 տարի անցել է։ Զանգելա ռուս գործան 5 միլիոն չկա։ Այս մարդկանց թալանում են, կոռուպցիա, ասում են շշմ է բան, խայտարակ կոռուպցիայի բան իրան։ Հիմա պետք է մեր գավազան ինչի համար է։ Գլխին տալու։ Ուրիշ ֆունկցիաներ ունի։ Չգիտեմ ում գլխին, բայց sense մտքովս է տանցա։ Պիտի վեր կենա առաջնորդի էշմիազնից, ոդկով։ Սա ժողովուրդով հավաքվեն կողքը, գասիլարիստը։ Հելարիստը։ Չէ, նաև այդ ժամանակ պիտի ընդունենք, որ քաղաքական տիրույթում սատկած վիճակ է։ Եթե մենք ընդունում ենք, որ կուսակցություններ գոյություն չունեն, նախկին նախագահներ չկան, ընդդիմություն գոյություն չունի, այսինքն պայքար չկա, թող պետություն չկա, ոչ մի բան չկա, որտեղ եթե այդ ամենը չգոյություն չունի, դե վերջ ասում եմ, առաջնորդությունը պիտի վերցնի, հələ գասի ոդկով Ամբողջ ժողովրդին վերցնի գասի լարիստը։ Չէ, հետո պարոն Ղազարյան։ Արիստը արա, լարիստը տենամ, էսով ասել։ Գավազան։ Երբ որ ասեմ այդ պահի։ Բագրատ Սրբազանը սկսեց գործունեություն ծավալել եկավ, դուք տեսաք, չէ, ինչքան մարդ հավաքեց ձեր 50,000, 60,000, ինչքան մոտավորապես, չէ, 50-60,000 մարդ։ Պարզ էր, որ այս անձը քաղաքական չի, ինքն էլ մոլորված է ու տարավ ժողովրդին էլ մոլորեցեց։ Բայց դա նաև ինչի ցուցիչ էր, որ տեսեք, եթե մի սրբազան, ում հավատում են դուրս է գալիս, իր հետևից կարող են 50,000։ Հիմա պիտի հասկանա, չէ, որ եթե ինքը դա չանի, ինչ է սպասում։ Չէ, ուրիշ բան, պարոն Ոչ միայն իրան, այլ նաև ամբողջ եկեղեցին։ Չէ, իրենք նաև տեսան, չէ, որ եթե մի սրբազան դուրս է գալիս 50-60,000, քանի սրբազան ունենք մենք։ Եթե ամեն մի սրբազան դուրս գա, հայ սուրբերը դուրս գան, քահանաները դուրս
Բոլորս էլ հետևներից։ Տեսեք ինչ Ու այդան ասեն արիստը էլեժ ինչեր ես խոսում։ Ինքը շատ լավ հասկանում։ Հլացել էլ մատ դու է դեռ խոսել։ Այդ Facebook-ից գրառում այսօր առավոտը որ ով է դու ես արել։ Հələ մատ ասած են ինչ ես արարը։ Դե դա պիտի եկեղեցին չանի, մենք բոլորս պիտի անենք։ Դե մենք էլ իրանց հետո այո, դետալ մտնենք բարձանան գերորդ։ Բայց պիտի մենք հայտարարենք քաղաքական։ Բարձանան գերորդալ վեապարի հետ։ Իրա ձեռն է գավազան կա։ Ասել եմ այդ բերտենա մետ հեռախոսը։ Հեռախոսը գցի ոտերի տակ ջարդի։ Նիկոլ էլ ինք իրա ձեռով։ Որ հասկանա որ ինչ ա արել։ Ներողություն խնդրի, որ ծնկի գա, ասի դու ես եկեղեցու զավակ ես։ Ելմա ծնկի արի մեղքերի տողություն։ Այ ворթի, այ ворթյակ, այ ворթ։ Նայ, այս ամեն ինչ նաև տեղի ունենում այն պահին, երբ որ Սյունիքի գլխին, գիտեք ինչ է կախված կրակայերթերը ամեն օր։ Ուրեմն Սյունիքում կրակել են բնակավայրի վրա։ Սրանք նաև այս բոշաները ակտիվանում են, երբ որ վտանգ է սպառնում, այդպես է թե չէ, ամեն անգամ ինչ են այդպես ակտիվանում, հաստատ մի այլանդակ բան են մտածել։ Բացի այն, որ պիտի գլխատեն, փորձեն անելու գլխատեն, վստահաբար իրենք ուրիշ այլանդակ ծրագիր ունեն, այո, նաև կա այն, որ իրենց PR կոմպոնենտը կա, որ այս մարդիկ ընտրությունների են մասնակցում, որ այս մարդիկ պատրաստում են կես միլիոն, հետո 1 միլիոն ադրբեջանցի բերել, այս մարդիկ պատրաստում են ինչ-որ տարածքներ տալ, ինչ-որ հրեշավոր, ինչ-որ բան են մտածել հայ ժողովրդի մեր պետության գլխին, դրա համար այսպես երկուսով բան է, պաս տալով իրար, հերթ չտալով իրար այս բանն է ու նաև այս այլանդակությունը տարածելով իրենք հիշեցնում են ինչ որ մի պահ է մեկ-մեկ sense հետ էր կանգնում այդ այլանդակությունը հիմա ինքը նորից հիշեցնում են 18 թվականի քրչոտ ես ինչի եմ միշտ ասում ինձ համար անգամ այն մարդը որ 18 թվականին հավատացել է Նիկոլին պարոն Ղազարյան Նիկոլի գիրքը չգիտեմ թերթել եք չէ գոնե կարդալ անհնար է այդ այլանդակությունը կարդալուց հետո կամ այդ այլանդակը որ կանգնած այդ այլանդակ բառը մթերքով բառապաշտարով հիշում եք որ խոսում է ծեփեն, տանեմ, փռեմ, անեմ, բերեմ, նվաստացնեմ, չգիտեմ։ Ինչքան պետք է մարդը այլանդակ լիներ, սա տարածվում է բոլորիդ վրա, ով 18 թվականին հավատացել է այդ գարշելիին ու այդ գարշելիի հետևից գնացել է ու ձայնատվել։ Մարդը ինչքան ներսից այլասերված պիտի ներ, որ այդ այլասերված բանը գիրք տպող խոսք ասող այդ այլանդակության հետևից գնար ու մեզ էլ կծել այսօրը բայց քանի որ այս այլանդակը նոր ծրագիր ունի 26-ին ընտրվի Հայաստանն էլ վերջնական հանձնի բան հիմա նորից են իր այլանդակության գիրքն է գնացել նաև բանա նաև վտանգ է տեսնում որ վերջին կառույցը մնացել է հայ առաքելական եկեղեցին ես էլ մտածում եմ ինչ անի որ վերջնական գլխատի սա է բայց իր հին ոչի մեջ է պարոն Ղազարյան Մայիսի 28-ին բայց նաև ինքը մեզ բան տվեց չէ հնարավորություն ա տվել որ ինչ բառ ուզեն կարող ենք ասել չէ սանձին այս բոշաները իրանց բառամթերքով հիմա մեզ ասում են որ ամեն ինչ կարելի է մեզ ասել Մայիսի 28-ին Լաչինում տեղի ունեցել նոր օդանավակայանի բացման արարողություն Սա արդեն երրորդ օդանավակայանն է, որը բացում է Արցախը օկուպացնելուց հետո։ Մեկ եղել է Ֆիզուլիում, մեկ եղել է Կովսականում, Զանգելանում, սա էր երրորդը Լաչինում։ Չեմ հաշվում Ստեփանակերտի օդանավակայանը, որը կառուցվել է մեր իշխանությունների կողմից մինչև պատերազմ։ Այսինքն այս պահին Արցախում կա այլևս 4 օդանավակայան։ Պարզա չէ, որ ոչ մի քաղաք ադրբեջանցի, ասենք քաղաքացիական անձ, չի մտնում Տոմս առնի, էթա օդանավակայան, վեշեր էտա բագաժ, նստի սամալյոտ, բորդինգ փասով, էթա, ասենք, իշնի Լաչինի այրոպորտ, կամ Ֆիզուլի, տես բան չի էլ է, չի կարալ լինի տես բան։ Ու որ այտենց խտությամբ էլ ամեն, պարզա չէ, որ Թուրքիայում մեծ երկիր է, մեծ քաղաքներ կան, այնտեղ կլինեն հարյուրավոր օդանավակայաններ։ Էրդողանը դրանցից ոչ մեկի բացման չի մասնակցել, չէ՞։ Բայց այս 3-ի բացմանն է մասնակցել է։ Թուրքիայի նախագահը գնացել է Լաչինում օդանավակայանի բացման, հետն էլ եկել է Պակիստանի վարչապետ։ Պակիստան, որ հիմա Հնդկաստանի հետ պատերազմի մեջ է, իր երկրի պատերազմը թողել է։ Եկե գնացել Լաչի։ Ու այս օրերին ինչ անում է տականքը։ Ու ասենք, այս տականքը այս օրերին գնացել ինչով է զբաղված։ Հարցակվել է մեր եկեղեցու վրա։ Ասենք պարզա չէ, որ սրանք այս ուժեր, այդ օդանավականները, դրանք ռազմական օդանավականներ են։ Այսինքն արտաքին տեսքից
մի հատ էլ քաղաքացիական տերմինալ են սարքում, որ մեկին թվա թե դա քաղաքացիական անդեր, չգիտեմ, ծառ կա, նստարան կա, նստանի վրա մարդ չի նստել, չի նստելու։ Այդ ընդամենը ադմաս կանա, որ այդ օդանավականը, ռազմական օդանավականը, որը ընդեղից օդանավը բարձրանալիա, դա ամբողջ Սյունիք Իսրայելին, Թուրքիային, Իրանին խփել, այո, եւ Հայաստանին։ Ուս էս բանն էլ էս ընթացքում է կրակում են Սյունիքի վարձի բնակավայրերի վրա։ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածում, ասում է Ադրբեջանին ասել են, որ միայն հետաքննություն անի, պարզի թե ովա կրակի։ Ասեք 1000 ներողություններ լի, անասուն, ով պիտի կրակած լինի։ Այսինքն ինչ հետաքննություն պիտի պարզվի։ Լրագրողներն էլ հարցնում են Պապիկյանին, ասում են պարզեցին ադրբեջանցիները, հետաքննություն արեցին, ով էր կրակել։ Եմ մատ են իրային ամմեղսունակ դեմքի արտահայտությունը, դրանից մատ է ֆինանսների նախարարն ունի։ Սա իրանք ասում են, որ իրանք չեն։ Ասենք պատասխանեց հարցին։ Բա ով էր։ Ասենք բա ով է կրակել շվեդները։ Ասենք Կանադայից են կրակել Խոզնավարի բնակելի տան ուղությամբ։ Եթե ադրբեջանցիները չեն։ Բա ով է, այսինքն դու քննարկելու հարց ունես։ Նախ մեր բնակավայրերի վրա կրակում են, զուգահեռ շիշ բռնողը մի հատ օրենք է տարել, որ ասում է համ փող տվեք, համ բանակ մեկ եք, այսինքն որ համ բանակը վերանա, համ էլ իրանք լափելու նոր միջոց ժողովրդին թալանելու նոր հնարավորություն է։ Զուգահեռ բանակը վերացնում են, թուրքերն դեկան, իրանք էլ այս սաղդարտը թողել է, հարցակվել է եկե ասում է, ով մենք պիտի սրբա դու ինչ գործ ունես եկեղեցականների հետ։ Ինչ եկեղեցին քեզ ենթակա է, ինչ է։ Դու ուզում ես մարդ գործից հանես, հենա ամբողջ կառավարությունը գնա հանի։ Քեզ արագ, քո պաշտոնավարման հարցը համարում ես լուծված, կառավարության ծրագիրը չես կատարել, ոչ մի խոստում չես կատարել, քո գործը չես անում, գնացել ես մտածում ես, թե ով լինի եպիսկոպոս, ով լինի կաթողիկոս։ Դու քո դարդը արդեն համարում ես, սա հարցերը լուծել ես, գնացել ես, զբաղվում ես, թե եպիսկոպոսը լավն է, թե վատն է։ Այսինքն քո նախարարները լավ, Պապիկյանը շատ լավ նախարար է, չնայած Ազատ գյուղի կացարանում, խաղաղ պայմաններում, զինվորականները ամբողջ ջոկատով մահանում է, դրա համար ոչ մի պատասխանատվություն կրող չկա, Սուրմալույում, առևտրի կենտրոնում մարդը գնացել իր ընտանիքով առևտուր անելու, ամբողջ ընտանիքով փոշին է մնացել։ Դրա համար ոչ մի պաշտոնյա, ոչ մի ներքին գործերի նախարար, ոչ մի արտակարգ իրավիճակների նախարար, ոչ մի քաղաքապետ, ոչ մեկ պատասխանատվություն չի կրել, ոչ մի ԱՑ տնօրեն։ Եվ որ բոլորը ֆունկցիաներ ունեն անվտանգություն ապահովելու, եւ որ քաղաքի կենտրոնում ամենամեծ տոնավաճառի տարածքում դրած է 4 տոննա պայթուցիկ նյութ։ Եվ որ մի հատ լուցկի ներմուծումը վերահսկվում է երկրի կողմից, թե ոնց ներմուծվեց, որտե պահին։ Ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում, դրանք լավն են, կմնան, բայց այ եպիսկոպոսները կարող են դրանց միտք ծուռել են։ Պիտի հարձակվենք դրանց վրա, քո ինչ գործն է։ Աղանդավորներ ես, կրոնական ազատություններ ես անում, գնա Եհովայի վկաների կազմակերպություններում, տես դրանց հոգևոր առաջնորդները լավն են, վատն են, իսկի քննարկել ես դու։ Դրանցով գնաց զբաղվի, տենամ կթողնեմ, որ դու դրանցով զբաղվես։ Բռնենք կրտեն ճամփեն։ Ուրեմն գնացել է Սարդարապատ։ Պարտության խորհրդանիշը գնաց է կանգնել է մեր հաղթանակի բանում ու ինչ ասում։ Սա խորհրդային միության գոյության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու առհամարանքի առարկա դարձավ։ Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել առաջին հանրապետությունը։ Այս 29000-ը ով է նվիրել հայ ժողովրդին։ Ոնց է եղել։ Ուրեմն, էդի գիտես որտեղ ասում։ Հեսա կասեմ 29000-ին։ Այդ գիտես որտեղ ասում այդ ելույթը, որ խորհրդային միությունը պղծել է բան արել, թիրախավորել առաջան։
Խորհրդային միության կողմից կառուցված հուշահամալիրում։ Այդ Սարդարապատի հուշահամալիրը իր հեր ովան չի կառուցել։ Ոչ էլ ասենք թե քաղաքաշինական կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլայանը չի կառուցել։ Ոչ էլ Ֆելիքս Ցոլակյանը։ Ոչ էլ Ֆելիքս Ցոլակյանը։ Էդի կառուցվել է խորհրդային իշխանության ու խորհրդային իշխանության ժամանակ Կարեն Դեմիրճյանը հասել է դրան, որ Իլամի հետ Հեյդար եկե մեջքով կանգնել է Թուրքիային դեմքով դեպի Հայաստանը այդ հուշահամալիրում։ Այդ որ ժամանակ է։ Երբ էր խորհրդային միության ժամանակ։ Հիմա ենք ասում են խորհրդային միությունը սենց է վերաբերվել հանրապետությանը։ Այնտեղ ուրիշ բաներ ասում է 29700 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածություն։ Մի հատ խնդրում եմ, ասել է, չէ՞, մի հատ միջազգային կազմակերպության անուն, որ Հայաստանի տարածքը չափելա, հաշվելա, տեսելա 29743 հա։ 745-ի 743-ա։ Այդ չափողը մի հատ ուզում եմ իմանալ մեն իրա գեոդեզիական սարքերը, փետը, որ չափումը ոնց ասենք, մեր հողամասը որ ուզում ենք կադաստրի վկա, մեկը գալի փետը բռնում է, մեկը դնում է, չափում է, չէ, կոորդինատները ֆիքսում են, չափում են, ասում են, էսի քառակուսի մետրով ասում։ Չէ, որտեղ է 29000-ը կա։ Չկա դες բան։ Ընդամենը էս ինչի համար ասում, որ ասի Ղարաբաղ չկա, ախպեր։ Էս հրավ չկա, բայց ասեք հայ ժողովուրդը էլ չկա, էս էլ է տվել, ցանցել է, գիտեք իշքան։ Ու էս ասողը 1040 կիլոմետր 5 տարի առաջ այդ իրանք են ասել որ տվել են։ 5 տարի առաջ գնացել էր Ստեփանակերտի վերածննդի հրապարակում, ասում, հա։ Էս մեր հայրենիքն է, էս մեր Հայաստանն է, 20 թվին Հիմա սրբապիղծը դու ես, թե չգիտեմ։ Հիմա կարա էս Չէ, եթե իրան ինչ ասում ասեք։ Հիմա սրբապիղծը դու ես, հիմա քեզ են դոմփե, ինչ են արել, ասա։ ով կան։ Քեզ չգիտեմ ինչ են արել։ Ոչ մեկ չեն։ Չէ, ու վերցրել են, չէ, ձերքից այդ ինչու, որտեղ դու ես, չէ, գնացել կանգնել, ասել ես եմ գլխավոր հրամանատարը, գնացել կանգնել, ինչ ասել Արցախում։ Ինչ ասել։ Սա Արցախ Հայաստանն է։ Արցախը Հայաստանն է։ Հիմա դու սրբապիղծ ես, թե չէ, սրիկատական քեզ ստախոս ես։ Հիմա եթե դու հանձնվող ես, պարտվող ես, դոմփվող ես, չգիտեմ ինչ ես, պիղծ ես, ինչ ես, ասա։ Գրի, այսօր մեկը պարապեք, երկու բոմժով նստած իրար պաստվելով գրի։ Գրի, ո՞ր մեկն ես դու։ Գրի 20 թվի Բա վերջում էլ ասում եմ հիմա սենց Հայաստան չի եղել ասում մենք երբեք այդ կանիկ երբեք սենց բան չի եղել Թուրքերը կրակում են մեր երկրի վրա մեր տները լավիրում են ձեն չեն կարող անենք էդիկ իշխանության դրսևորում չգիտենք 1 միլիոն ադրբեջանցի որ գրողի ծոցնա բերում լցնի Սյունիքը որ պահինա տալիս երկիրը դատարկված կոռուպցիայի տակ իր օլիգարխները ցկցկում են ծպծպում են նարկոտիկի տակ խաղատների տակ երկիրը պայթում է մարդիկ փախչում են արտագաղթը սարսափելի հաճում է ասում ասենց Հայաստան չի եղել, այսպիսի երկիր չի եղել, թանկացումները չգիտեմ ինչ, թոշակառուները սովի մա, Ժողովրդին թալանում հարկերը բարձրացել է։ Իք ամբողջությունը նույն բանը ասում է, չէ, թալանում են, տանում են, ծեփում են, բերում են, ինչ եմ անում, բերում եմ, հատիկ եմ բերում, կոպեկ, ինչ էր ասում։ Ոնց մարդկանց ուղեղները կերավ։ Հիմա էլ աուտում։ Հիմա ինքը հասկացել է, որ դա է, հեսա մարդկանց ուղեղը նստել է ու ասում է։ Մեկ որտեղ մեկը չկասի, տո սրբապիղծնել ես դու, տո այն դեյով եսի ինչ արվողնել ես դու, քեզ անողնել են, չգիտեմ, այնց աշնոր բառեր օգտագործել, որ չէր կարողանում իրան փոխանցի ասի էտա։ Կամ այդ ինչ բառեր է, այդ որտեղից է գտնում այդ բառերը։ Ինչ ինչ այլանդակություն է։ Էդ հələ հանրային խոսքում։ Ասենք երբ որ տունը ասում մեր տան խոսքն ենք անել մեդան։ Տոնը Այսինքն իրանք իրար ասում են եսի միջ։ Չէ, տուն ավելի խայտարակ։ Ասես տան խոսքն ենք անում։ Տուն ավելի մարդը հանրային խոսքի հանդեպ ունենում է որոշակի պատասխանատվություն, առավել եւս պետական բարձր։ Սրանցել են կողմը։ Դեռ բարձ չի դրանք մարդու կնիկ իրար հետ ոնց են խոսում։ Հատկապես կնիկը իր հետ։ Ինչ ասում են։ Ասենք պետք է մենակ պատկերացնել, ասենք եթե կինը իր հրապարակային խոսքում կարատես բառեր օգտագործի, բարձր մենք էլ են խեշ մակրոնիկ ենք անենք տեսել։ Սրանց վիդեոները չկա։ Սրանց վիդեոները չկա։ Կինը հələ կրթված, զարգացած բան։ Սրանց ախրանա շան օր է քաշում։ Այն ինչ որ դրանք են տենում։ Դուշմանից չեմ ուզենա որ տենա։ Դրանց աշկի առաջ է, չէ՞։
Շների մի 5 հատ էլ շուն նշան աչքի առաջ էր շների աշխարհի ամենային շան որ ասում շան օրի իսկապես դրա շները հիմա շան օր են քաշում հայատնել են դրանց ներսի ձեները լսեն պատան ինչա կատարվում դրա համար էլ փախել են ասենք երեխեք սաղել են փախնում են երեխեք էլ երեխներից փախել են ասում չափահաս երեխեն պիտի ծնողի հետ չապրի որ իրան չասեն էլի աշոտի կտուրա ինչ իմանա ուրա դա համար ասում ես շատ լավ է որ չափահաս երեխեն ծնող հետ չի ապրում լավ ծնող ես բա դու գիտես որտե է ապրում ասենք այսօր օրինակ երկու շաբթի լույսը բացվել են առավ զավտրիկին ինչ է կերել դու կպել ես ասենք թե քահանաների սրբազանների հիմա գնացել է համալսարան ինչ ունեք համալսարանականներին ասել չգիտեմ դե տգետների դպրոց է էլ եթե դիմավորելու են ուսանողները դիմավորելու են Ալիևինը կդիմավորեն հեսա ինչ տարբերություն ծնունդն է սրա չէ ոչ բարով բայց դե դուք ուրիշ բան ասեցիք հողարկավորության ասեցիք մարդ կգնա երեք մենք շատ անմեղ բան էինք արել հայլի էջում չգիտեմ տեսակ թե չէ ասում ենք բարեմաղթանքներ էս մարդուն խոտարակություն էր բաղազել ուրեմն ամբողջ աշխարհից ես կարդում հա թե չէ իրան շնորհավորել է 3 հոգի որ կառավարության կայքում տեղեկություն են դրել որ տարածել են որ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առիթով շնորհավորանք է ստացել մեկ եղել է Ռուսաստանի նախագահ Պուտինը մեկը Ռուսաստանի վարչապետ Միշուստինը մեկն էլ ԵԱՏ կոլեգիայի նախագահ Բակտիժան Սագինտաևը մնացած ասենք դաժե Մակրոնը Մակրոնը չի շնորհավորել ոչ մի եվրոպական երկրի ղեկավար ԵԱՏՄ ոչ մի ուրիշ այսինքն այսքան ինքը հակառուսականություն անում այսքան ով ինչ խոսում ասում է ռուսի շպիոն ռուսի ագենտ ռուսական մեդիաները Ռուսաստանը սեսպիլի Ռուսաստանը Ղարաբաղը տվեց էլիթե մարդ մենակ եթե իր մեջ շնորհավորող նույնիսկ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեն ասում կմերիկ էտա կանին կողք կնկարի շնորհավորը հա հասկաց դրա գործն է դա Այդ ասում եք հողարկավորությանը մարդ չի գնա։ Բայց այդ եմ ասում։ Բայց այդ ծննդյան օրը չեն շնորհավորում։ Չեն ասում դրա մի բանալի օր պետք է գա դրա Խաչատրյանը կգնա կնկարի։ Էնի կետա կնկարվի, էնի կետա։ Էնի սիրում է, էնի կել է։ Աշուկա տենց առափառակ բան պատկերացնում եք, հա այդ ամեն ինչը։ Հոգի հանգիստ, չգիտեմ ինչ, այդ առափառակ, հա։ Դե հիմա պարտադիր չի դիակ դրած։ Դուք պատկերացնում եք մեր հետևորդների հիմա որ լսեն դուք տեն ինչ։ Հոգի հանգիստ անելուց պարտադիր չի դիակ դրածել, կարան։ Հա, սիմվոլիկ, հա։ Անում են տենց էլ ան։ Բայց մեր եկեղեցին չի անի, աղանդավորական եկեղեցիներից մեկում պետք է անեն, էլի դա մեր եկեղեցին խո թույլ չի տա դες բանը։ Իհարկե թույլ չի տա։ Իհարկե թույլ չի տա։ Ամենը իրանց հիշում եք հունվարի 14-ին։ Հայաստան ամենառազմավարական գործընկերություն։ Բամ մի հատ ասենք, այն էլ այդ շնորհավորանքը ես գիտեմ, էլի, այդ շնորհավոր ասենք Պուտինը որ ասում են շնորհավորել է, այդ բանը ցանկացած երկրի ղեկավարը նախագահի աշխատակազմը ծննդյան օրերը գիտի մեխանիկանով էս ամսվա սկզբին են տանում ասում են մեկը ծնունդի օրը գալու է միանգամից պոչտան դնում են արագ զեկուցումը կամ էլ բանավոր համաձայնությունը ստանում են ասում են հա հիմա անից կտարածեք դնում տարածում են չէ ասենք իտո մենակ Պուտինն է եղել Դաժե ասենք ԵԱՏՄ մյուս անդամ դե բարձր Լուկաշենկոն Այ Ալենն է շո Ալենը հավաքեք Չէ մի հատ էս ասեք էլի պարոն Ղազար ասեք այսքան տականք ամբողջ երկիրը տես տվել է նվիրում է բերում է որ թքում եք վրեն ստորացնում եք վերջը մի հատ շնորհավորանք ինչա չեն ուղարկի ոչ Էրդողանը Ալենը շնորհավորել է Ալենը շնորհավորել է հավաքել են սաղ ԿՊ-ին գնացել են ցեցոտելու կառավարական ամառանոցում ցեցոտելու Դե Դա ինչ պիտի դրանք անեն։ Լավ լափելու։ Հա, Կարա իրանց ԿՊ-ական վերնախավով։ Սևանի ամառանոցում պետության հաշվին գնացել Ալենը փառաբանում է Նիկոլ Փաշինյանին։ Փալանչիները։ Մի օր է այդ է։ Ես կարծում Ալենի բանն էլ է, գրացնել է Նիկոլը գրե ուղարկե։ Դեվենի ոչ ուղեղ ունի ոչ բան ինչ ասում են, վերակենը մարած մտածելու դուրս է տալի։ Չէ, այդ ինքը գրած կլինի։ Ինչի՞։ Այդ ինքը գրած կլինի։ Ինքը Չկա տես բանա երկու տող գրել չգիտի ինչ գրած լինի։ Ալենը գրի։ Այնտենց դա երկու տող էր։ Գրել ինքն է, ես վստահ եմ որ ինքն է։ Ուրեմն մյուս թեման մեր առաջադրվել է ՍԴ դատավորի տեխնացու։ Նախ այդ պաշտոնով ինչից է թափուր մնացել։
որ Վահե Գրիգորյանը դառել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր։ Այդ իր աստեղ ամիսը $5,000 աշխատավարձը քիչ համարին, իր մատուցած ծառայությունների համար, հիմա մի հետում կստանա ամսական մոտարապես €17,000 պլյուս ընտանիքի անդամների սոցիալական փոխհատուցում, պլյուս այլ սոցիալական երաշխիքներ, պլյուս դիվանագիտական անձեռնմխելիություն ամբողջ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների տարածքում։ Դատավոր է իր ընտրվել 19 թվին, սահմանադրությամբ սահմանված ժամկետ կա, չէ՞ որ դի պաշտոնավար ես։ Ուր ես թողնում գնում, չէ՞։ Եթե դու ուզում ես դառնալ ՍԴ դատավոր, սահմանադրություն էիր կարծացել, գիտեիր որ դա ժամկետ ունի, պետք է այդ ամբողջ ժամկետում մնաս քո պարտականությունները կատարել, չէ՞, ավելի լավ հնարավոր։ Ինչի՞ է գնում ընդե, որովհետև Հայաստանի Ադրբեջանի սահմանային հանձնաժողովի կանոնակարգով զեկուցող դատավոր, ապօրինի գույքի հետ կապված գործով զեկուցող դատավոր, բանը Հռոմի ստատուտի վավերացման գործով զեկուցող դատավոր։ Մնացածը դատարանի որոշում կա, այս ընդհանրապես տեղեկություն տվեցի։ Հիմա առաջադրել են ում Հանրապետություն կուսակցության անդամ, քաղաքական գործիչ Արտակ Զեյնալյանին, որը այս պահին զբաղեցնում է քաղաքական պաշտոն Երևանի ավականում։ Երևանի ավակարու անդամ է, այն նույն կուսակցության քվոտայը, որը քաղաքապետարանը մարդ է ծեծում։ Այո։ Այդ կուսակցության ներկայացուցիչն է։ Ուղիղ եթերում։ Եղել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում արդարադատության նախարար։ Այսինքն միշտ քաղաքական պաշտոն, սահմանադրական դատարանը, որ պետք է լինի ապա քաղաքական մարմին, նշանակում են բացառապես քաղաքական որոշումներով քաղաքական գործիչներ, այսինքն նախորդող պաշտոնը քաղաքական պաշտոն է, քաղաքական պաշտոնը ովքեր են զբաղեցնում քաղաքական գործիչները, չէ՞։ Բա սահմանադրական արդարադատության, սահմանադրական դատարանի քաղաքական չեզոքությունն էլ որտեղ պետք է արտահայտվի, եթե դրանում ընդգրկված մարդը քաղաքական գործիչ է։ Այն էլ ինչ որակներ ունի։ Ուրեմն այս Եվրաքվեի իրաց ներկայացուցիչներ, չէ՞, ազգային ժողովում մի օրենքի նախագիծ ընդամենը մի տողանոց է, այդ Արտակ Զեյնալյանը, որ զեկուցում է։ Ու այդ մի տողի մեջ սխալ են գրել այն կազմակերպությունը, որին ուզում են, որ Հայաստանը անդամակցի։ Գրել են Հայաստանը, որ անդամակցի Եվրոպայի միությանը, երբ որ այդ կազմակերպությունը կոչվում է Եվրոպական միություն։ Այսինքն իր գրագիտության մակարդակը այնքան է, որ ինքը չգիտի այն կազմակերպության անունը, որին ուզում է, որ Հայաստանը անդամակցի, այդ օրենքի նախագիծն էլ, որ ինքը ներկայացնում, ընդամենը այդ մի տողն է, ուրիշ բան չկա գրած։ Հետ էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նամակ է գրում, ասում ենք, խնդրում ենք վրիպում է, վրիպում, ընդամենը այդ մի տողն է, էլի։ Այդ վրիպումը շտկեք, Եվրոպայի միությունը գրեք Եվրոպական, այդ նամակի մեջ Հայաստանի Հանրապետությունը գրում է փոքրատառով։ Արտակ Զեյնալյանը, ու տակը ստորագրում է, նամակ հրապարակվել է։ Հայաստանի Հանրապետությունը գրել է փոքրատառով։ Այդ հիմա սահմանադրական դատարանի դատավորի տեխնացուն է Հոպելոյի կուսակցության կողմից առաջադրված։ Բա Շատ լավ, այստեղ մեղադրում են, որ դուք ասում եք ոչինչ չեք անում Տիկին Գայանը։ Ես հենց հիմա ձեզ առաջարկում, օրինակ ինչի եք նստել հետևում մեզ։ Հենց հիմա կառավարության մոտ սրբապիղծների դեմ ակցիա է տեղի ունենում։ Վեր կացեք, գնացեք, մասնակցեք։ Ամեն մեկը, որ նստած, օրինակ ձեր գործը ո՞րն է, լսելն է ընդհանրապես, հա։ Ուրեմն Տիկին Գայանեին եւ մնացած բոլոր քաղաքացիները։ Այս արդեն որրորդ ձեր, երևի 5-րդ նախաձեռնությունն է, չէ՞, 7 տարիների ընթացքում։ Քանի նախաձեռնությամբ հանդես եկել, օրինակ դուք որտեղ եք եղել այդ ժամանակ Տիկին Գայանը եւ նոր նախաձեռնությունն ուզում եք կոչել։ Ուրեմն այս անվստահության իմպիչմենտի գործընթացի շրջանակներում նախորդ ամիս մայիսին ուզեցի հանդիպեմ ՔՊ-ի պատգամ, սաղ ինձնից փախան։ Հիմա կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, հենց հիմա զանգահարում եք, գրեք հեռախոսահամարը 010 50 60 50 011 նույն համարն է 50 60 50 կրկնում եմ 010 50 60 50 011 50 60 50 Հունիս ամսին նախատեսված է ընդունելություն ազգային ժողովի նախագահի տեղակալներ Ուրեմն Ռուբեն Ռուբինյանի մոտ հունիսի 9-ին Հակոբ Արշակյանի մոտ հունիսի 20-ին Եվ հունիսի 4-ին, 5-ին, 6-ին, 9-ին, 10-ին, 12-ին, 13-ին, 16-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 27-ին ազգային ժողովի բոլոր մշտական հանձնաժողովները։ Ես արդեն գրանցվել եմ բոլորին։ Այդ տեղեկությունը ովքեր որ չհիշեցին, ազգային ժողովի կայքում դրած է parlament.am, այդ հեռախոսի համարներն էլ հետ է։ Այս իմ ասած համարով որ զանգում եք, ներքին համարը 0
Սխում եք էտումա քաղաքացիների նամակների ընդունելության բաժին։ Զանգեք գրանցվեք, ասենք մի 20,000 հոգի։ Թող զանգի գրանցվի ես հեռախոսահամարներով։ Ես գնալու եմ։ Օրը եկավ, ասենք թե ենթադրենք գալիս է հունիսի 4-ը, 20,000 հոգով հետո մենք ազգային ժողով, որպեսզի հանդիպենք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ ու իրանց հետ քննարկենք վարչապետին անվստահություն հայտնելու հարցը։ Ինչ է մեր տիկնոջ անունը, որ դժգոհում է։ Տիկին Գայանեջան, Կիրի 010 50 60 50 հենց որ մկնես 0 գրանցվում ես ամսի 4-ին հանդիպում ենք ազգային ժողովի ընդունարանում ժամը 10-ին։ Ուսես գրաֆիկով բոլորս միասին, որովհետև սրանց մոտ երբ որ ես մենակ եմ գնում, ինչ չեն ընդունում, իհարկե որ ինչ չեն ընդունում, ես դրանից չեմ խախանդվում, հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում դատախազություն, դրանով հետևողականորեն զբաղվում եմ, բայց որ 50,000 հոգով է տան, կարծում եմ որ կընդունեմ, որովհետև անհետ կորած զինծառայողների ծնողները, երբ որ մենակ էին գնացել, որ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպեն, Անդրանիկ Քոչարյանը իմիջայլոց Քոչարյան Անդրանիկ Գարիկի կարծեմ, հայրանը գեյով է, թե Գագիկի։ Հապավում է լումա քագ։ Քոչարյան Անդրանիկ, որ ասենք երկար այդ բառը չօգտագործեն, բան չի, քագ։ Իր հետ որ գնացել էին հանդիպման, անհետ կորած զինծառայողների ծնողները չեր ընդունել, Անդրանիկ Քոչարյանը չի ընդունում այն մարդկանց, որի մեղքով այդ մարդիկ դարձել են անհետ կորած զինծառայողի հարազատ։ Իրա Նիկոլ Փաշինյանի, ու մի հատ է չի էլ ընդունում։ Մինչև որ այդ մարդիկ Բաղրամյան պողոտան չեն փակում, ինչի համար, որ ոչ թե իրենց հարազատների մասին տեղեկություն ունենան, այլ որ գոնե Անդրանիկ Քոչարյանը իրանց հետ հանդիպի, հասկանում եք ուրա ասե։ Բաղրամյան պողոտա են փակում։ Այդ Բաղրամյան պողոտան փակելուց հետո է Ալեն Սիմոնյանը խափում, ասում է խորհրդարանական լսումներ կանենք, լսումներ չի անում։ Մի հատ քննարկում է կազմակերպում ազգային ժողովում։ Այդ ծնողներին գիտես որտեղ են տանում նստացնում։ Օչիակում ապակիների հետևը։ Թույլ չեն տալի, որ այդ ծնողները գան նստեն գոնե դահլիճում, որ միկրոֆոնը միացնեն, տեսակետ ասեն, որ մեկը խոսում է արձագանքեն, հարց տան։ Օչիակում են դպրոցներից որ երեխեքին բերում են, չէ՞։ Տանում նստացնում են այսօր ազգային ժողովում է Շիրակի մարզի էսի Կատնախպյուր գյուղի աշակերտները։ Ընդ տարեն նստացրել են անհետ կորած զինծառայողների ծնողներին, որպեսզի իրանք պատգամավորների հետ հանկարծ չշփվեն, իրանք այդ կատեգորիան չեն էլի, որ իրանք իրավունք տրվի շփվեն Ալեն Սիմոնյանի կամ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Հիմա սրանց հետ խոսալու ձևը ո՞րն է։ Եթե ասենք օրինակ Ռուբեն Ռուբինյանն չի վախենում իմ հետ հանդիպել։ Խո ես Ռուբեն Ռուբինյանին չեմ վերցելու գցեմ զիբիլը։ Արսեն Թորոսյանը, որը իմ գրած նամակը պատրելա գցելա զիբիլը։ Ես հիմա խո Արսեն Թորոսյանին չեմ կարա պատրեմ գցեմ զիբի, չեմ կարա։ Ոչ կարամ, ոչ բտադիր եմ, ոչ գիտեմ որ դա չի կարելի, չէ։ Ընդամենը պիտի խոսեմ, չէ՞ հետը։ Ասեմ դու Արսեն Թորոսյանն ես, չէ՞։ Դու Ռուբեն Ռուբինյանն ես։ Ռուբեն Ռուբինյան, դու 2016 թվականի մայիսին կենսագրությանդ մեջ գրած ես։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամավորական ջոկատի կազմում գտնվել ես Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Պաշտպանության բանակի թիվ N զորամասում իրականացրել ես մարտական առաջադրանք։ Հիմա քո մարտական առաջադրանք իրականացնելու վայրը դու համարում ես Ադրբեջանի տարածք։ Հարց. Դու ռազմական հանցագործություն ես արել 2016 թվին, թե 2025 թվին պետական դավաճանություն ես անում, երբ որ քո ծառայության վայրը համարում ես Ադրբեջանի տարածք։ Բա որ դա Ադրբեջան էր։ Դու ընդ ինչ էիր անում։ Բա այդ պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, եթե հիմա Բաքվի բանտումա մենակ այն բանի համար, որ ինք եղել է պաշտպանության բանակի զինծառայող հրամանատար, դու ինչի Բաքվի բանտում չես, այլ ստե ես։ Հիմա այդ հարցը մենք իրավունք չունենք, չէ՞, Ռուբեն Ռուբինյանին տանք, հարց պիտի տանք, չէ՞, դե պիտի ասի, պիտի պատասխանի, չէ՞։ Հիմա ինչի է վախը, եթե ինձնից վախենումա չի գալի, պիտի բոլորս միասին գրանցվենք, գնանք
20,000 հոգով, 50 ամբողջ հայ ժողովը հետաքրում է, այդ հարցը շատ հավանակ հայ ժողովրդին, քանի որ մենակ հետաքրում էր փողը, թալանը, չգիտեմ ինչի ու դրանով է տականքին բերեցին իշխանության, օրերս ֆրանսիական ինֆո ֆրանսես դե ժուար արցանց լրատվական կայքը գրել էր։ Այդ տունը, հա? Չեմ հավատում։ Ինչու՞։ Չեմ հավատում։ Ինչու՞։ Որտեւ այդ տունը Նիկոլ Փաշինյանը կբերեր շքեղ առանձնատուն Մարսելում 3։ Այս մեկի մասին մենակ գիտեն 3.1 միլիոն եվրո Այսինքն իրանք դրանց միլիարդերի մեջ տան համար այդքան քիչ փող պիտի տան։ Չի, ասեք մի հատ։ Մենակ իրանց մեկը մենակ բացահայտվել։ Անջելա ջան, մենակ իրանց Երևանի սամառանոցը վերանորոգելու վրա են $2 միլիոն փող ծասը։ Դրանք պիտի 2 միլիոնը կամ նկարներ են այլ էս այդ տան։ Այնտեղ խոս խանձելու տեղ կա։ Այնուամենայնիվ գնում է Այսինքն դրանք պիտի տուն առնեն առանց խոս խանձելու տեղ։ Բայց այս խոսը որտե պիտի խանձեն։ Ասեք մի օր մեկը։ Էսի մենակ մի բանից եմ ոգի օտար երկրա օգնությունից նախատեսված Հայաստանի դժվարին վիճակում գտնվող տնտեսության համար 300 միլիոն մետր քառակուսի տարածքում առանձնատունը, որը գնվել է 2025 թվականի մայիսին, գտնվում է Մարսելի շատող տեղով, թաղամասով գրած է, այն ունի 4 ննջարան, լողավազան եւ այլն։ Հետաքննության աղբյուրները ենթադրում են, որ ֆրանսիական զարգացման գործակալությունից եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդից ստացված միջոցները կարող էին ապօրինի շեղվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական կարիքների համար։ Այսինքն ինքը ամեն տեղից չի տանում։ Իր անձնական կարիքի համար տուն են առել առանց խոս խանձելու տեղի։ Եվ իմիջայլոց հիմա էլ նոր բաներ, նոր մանրամասներ Ֆրանսիայի հարավում հայտնաբերված Նիկոլ Փաշինյանի շքեղ առանձնատար մասին, օրերս այդ մասին գրել էր Ֆրանսիայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների խոսքով դեռևս 23 թվականին Ֆրանսիայի զարգացման գործակալությանը հատկացրել էր 7 միլիոն եվրո Արցախի պատերազմից հետո տեղահանված հայերին օժանդակելու նպատակով։ Հայաստանի կառավարությունը հայտնել էր, թե այդ միջոցներից որոշ մասը կուղղվեն այն մարդկանց համար բնակարանային պայմաններ ստեղծելուն, ովքեր կցանկանան տեղափոխվել Ֆրանսիա, սակայն Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը այդպես էլ չի կարողացել պարզել ուր են անհետացել, Նիկոլ ուր են անհետացել այդ գումարները։ Տեղահանվածները որևէ օգնություն չեն ստացել, ավելին իրենց զրկում են կոպեկների հետևից։ Ինչ կոպեկ 40,000 դրամից են զրկում, հեսա քանի օր մնաց։ Չէ, Արցախցիները 2 միլիոն դոլար։ Կոպեկների հետևից են կաշ չնի 40,000 դրամից կզրկի Արցախայցանը։ Ուրեմն Նիկոլ տունը 2 միլիոն։ Կոպեկի մեռած $100 չի տալիս այս մարդկանց։ Դրանից է զրկում որոշումը կացե, ինքն էլ միլիոն դե պատասխանի սրան։ Ինչի՞ չես պատասխանում։ Լրփազգի քո թերթլներ հիմա գոռաց այդ ճղեք էս պատառոտել է, ասել տարան միլիոնները, թալանեցին, միլիարդանոց հարսանիք կազմակերպեցին։ Հետո էլ վերենգավ ասես լավ են արել այդ հարսանիքն արել, լսեցիք, չէ՞։ Ասես լավ են, բա իրանց փողերն է, իրանք են, իրանց միլիարդեր լինել բանը կարելի է։ Իրանք ոչ էին ասում փողերը վերցնենք տանք ձեզ, ենք ասում ենք փողերը վերցնենք, քառապատկենք թմրանյութերով, խաղատներով, ազգը, երկիրը, երիտասարդությունը կործանելով քառապատկենք, այդ համար էին վերցնում։ Հələ դու տես իշխանափոխությունը ինչեր է բացահայտվել, դու խաբար չես։ Քանի որ գլխավոր թեման, պարոն Ղազարյան, եկեղեցու դեմ արշավներ, եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին գլխատեր, այսօր ժամը 5-ին չեն առա, խորհրդինիստ պիտի լինի եկեղեցում խնդրեմ։ Ակնկալում եմ, որ վեհապար Հայրապետի առաջնորդությամբ ոդկով գալու է Երևան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, գավազանն է ձեռը։ Սա կատակ չի, ես ամենալավ գավազանը եկեղեցու ուժի խորհրդանիշն է։ Նորից եմ ասում, Սրբազանը փորձեց, Սրբազանը սայթակեց, սխալվեց, չգիտեր ինչ է ուզում անի, բայց մենք հույս ունենք, որ այս անգամ այնքան հետևողական կլինեն, կհասնեն վերջնական նպատակի, այո, ինչու ոչ, մյուս սրբազանների եւ նաեւ վեհապարի առաջնորդությամբ։ Բոլորը հոգեվորականները, համարեք, որ պետություն չկա, ոնց որ պահել ենք այդ կամ տարի մեր հայկականությունը, հայ առաքելական եկեղեցում, համարենք, որ չկա եւ իրականում ինքը ոչ միայն Հայաստանում, ինքը աշխարհում է ամենահզոր կառույցն է հայկական։ Շարունակում է մնալ ամենահզոր, ամենաազդեցիկ, այն օրը միացած նախադասություն են, չէ՞ որ լավ չասեմ դա մի քիչ շատ էր բան, բայց այդտեղ ճշմարտություն կա։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, մնացեք մեզ հետ։ Մենք եթերում կլինենք